Գիրք Միքիա, գլուխ 4. Եվ վերջի օրերը պիտի լինի, որ Տիրոջ տան սարը հաստատում պիտի լինի սարերի գլխին, և բարձր պիտի լինի բլուրներից, և ժողովուրդները հոսելով նրա մոտ պիտի գնան, և շատ ազգեր պիտի գնան և ասեն. եկեք վեր գնանք Տիրոջ սարը, և Հակոբի Աստծո տունը, որ նա մեզ սովորեցնե իր ճանապարհները, և որ մենք գնանք նրա շավիղներովը, որովհետև Սիոնից պիտի դուրս գա օրենքը, և Տիրոջ խոսքը Երուսաղեմից, և նա շատ ժողովուրդների մեջ դատաստան պիտի անե, և զորավոր ազգերին պիտի հանդիմանե մինչև հեռուները, և նրանք պետք է կոտրատեն, իրանց սուրերը խոփեր շինեն, և իրանց նիզակները հոտոցներ, ազգ ազգի վրա սուր պիտի չբարձրացնե, և այլևս պատերազմ պիտի չսովորեն, այլ ամեն մարդ պիտի իր որդի տակին բնակվե, և իր թզենու տակին, և վախեցնող պիտի չլինի, որովհետև զորած Տիրոջ բերանն է ասել, որովհետև բոլոր ժողովուրդները յուրաքանչյուրն իր Աստծո անունովն է գնում, իսկ մենք մեր Տեր Աստծո անունովը պիտի գնանք Հավիտյանս Հավիտենից, այն օրը, ասում է Տերը, պիտի ժողովեմ կաղը, և աքսորվածը պիտի հավաքեմ, և այն էլ, որին չարիք եմ արել, և կաղը պիտի մնացորդ չինեմ, և հեռու քշվածը զորավոր ազգ, և Տերը պիտի թագավորե նրանց վրա Սիոն սարումն, այսուհետև մինչև Հավիտյան, և դու, ով հոտի աշտարակ, Սիոնի աղջկան բլուրը, մինչև քեզ է գալու և հասնելու առաջի իշխանությունը, Երուսաղեմի աղջկան թագավորությունը, հիմա ինչու ես գոռում գոչում, թագավորը մեջդ չէ, կամ թե խորհրդականդ կորել է, որ քեզ ծննդականի պես ցավ է բռնել, գալարիր և ցավագնիր ծննդականի պես, ով Սիոնի աղջիկ, որովհետև հիմա դուրս ես գալու քաղաքիցը, և պիտի բնակվես դաշտումը, և պիտի գնաս մինչև Բաբիլոն, և այնտեղ պիտի ազատվիս, Տերը քեզ այնտեղ պիտի ազատե քո թշնամիների ձեռիցը, և հիմա քեզ վրա շատ ազգեր են ժողովել, որոնք ասում են, թող պղծվի, և մեր աչքերը տեսնեն Սիոնին, բայց նրանք չգիտեն Տիրոջ խորհուրդները, և չեն հասկանում նրա խորհուրդը, որովհետև նա նրան ժողովելու է, ինչպես որաները կալի մեջ, վեր կաց ու կալեկասիր, ով Սիոնի աղջիկ, որովհետև ես քո եղջյուրը երկաթի պիտի անեմ, և քո կչխակները պիտի պղնձի շինեմ, և դու շատ ժողովուրդներ պիտի մանրես, և ես Տիրոջը պիտի նվիրեմ նրանց աշխատանքը, և նրանց ստացվածքը բոլոր երկրի Տիրոջը։